Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մայիս ամսվա հորոսկոպը խեցգետին նշանի համար։ Սիրելի խեցգետիններ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այսինքն մոլորակների դիրքավորումը, նորալուսին, լիալուսին, ինչպես նաև կնշեմ վերջում լարված օրերի մասին և ովքեր բոլորից շատ պետք է զգուշանան այդ օրերից։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով։ Արևի նշանը դա մեր իմացած հորոսկոպի նշանն է, իսկ ասցենդենտի նշանը որոշվում է ծննդյան ժամով։ Եթե մինչև հիմա չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, կարող եք ինձ մեկնաբանություններում գրել, նշելով ձեր ծննդյան տվյալները, այսինքն ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը և ծննդյան ճշգրիտ ժամը, սիրով ձեզ կպատասխանեմ։ Խնդրում եմ ինձ մի նշեք ծննդյան ժամի միջակայք, ասենք ժամը 3-ից 5-ը, ես այդպես պատասխանել ձեզ չեմ կարող։ Ինձ պետք է ճշգրիտ ժամ, րոպեների ճշգրտությամբ։ Այսպիսով անցնենք մեր կանխատեսմանը։ Արևը մինչև մայիսի 21-ը կգտնվի ցուլ նշանում, իսկ դա սիրելի խեցգետիններ ձեր 11-րդ տունն է։ Երբ արևը 11-րդ տանն է, լավ ժամանակահատված է, որպեսզի սկսեք հաճախել ինչ-որ խմբակների։ Եթե մինչև այս ինչ-որ գործողություններ եք կատարել և սպասում եք արդյունքների, ապա այս ժամանակահատվածում կստանաք այդ արդյունքները։ Լավ ժամանակահատված է հանդիպելու ընկերներին և զբաղվելու ինչ-որ հարցերով, որոնք կապված են երեխաների հետ։ Մայիսի 21-ից սկսած արևը կանցնի երկվորյակ նշան ձեր 12-րդ տուն, և լավ ժամանակահատված է, որպեսզի գնաք օրինակ մերսման կուրսի, զբաղվեք ձեզնով, եթե պետք է ինչ-որ անալիզներ հանձնեք, զբաղվեք ձեր առողջությամբ, հիանալի ժամանակահատված է դրա համար։ Լավ ժամանակահատված է ազատվելու ցանկացած տեսակի բացասական սովորություններից կամ ինչ-որ բացասական իրերից, անպետք իրերից, որոնք դուք ունեք տանը, հրաժարվեք։ Սիրելի ընկերներ, այս ժամանակահատվածում դեն նետեք դրանք։ Եվ եթե պետք է գնաք հանգստի, դրա համար եւս բարենպաստ է։ Մերկուրի մոլորակը մայիսի 3-ից սկսած մինչև մայիսի 17-ը գտնվելու է ցուլ նշանում ձեր 11-րդ տանը։ Մերկուրին դա խոսակցությունն է, բանակցությունն է, ինչ-որ փաստաթղթերն են ձեր 11-րդ տան հետ կապված, այսինքն այս ժամանակահատվածում գուցե շփումը շատանա ձեր ընկերների, գաղափարակիցների հետ, կամ ինչ-որ նորություններ կամ խոսակցություններ, անդադ զանգեր լինեն կապված ինչ-որ խմբակների հետ, թե ձեր խմբակների, թե ձեր երեխաների խմբակների հետ։ Ամսի 17-ից սկսած Մերկուրին կանցնի երկվորյակ նշան ձեր 12-րդ տուն, բերելով ձեզ զանգ, նորություն, նամակ, հեռավոր ինչ-որ վայրերից, գուցե հեռավոր բարեկամներից, ընկերներից։ Մերկուրին 12-րդ տանը հնարավոր է նաև բերի ձեզ փոփոխություններ կապված առողջության թեմաների հետ, այսինքն Մերկուրին 12-րդ տանը լավ ժամանակահատված է հանձնելու անալիզներ, կամ եթե հանձնել եք, ապա ամսի 17-ից հետո դրա պատասխանները կստանաք, կամ զբաղվելու փաստաթղթաբանությամբ, եթե ցանկանում եք մեկնել արտերկիր բնակության, ապա Մերկուրին այստեղ ձեզ կօգնի։ Վեներա մոլորակը մինչև մայիսի 19-ը գտնվելու է երկվորյակ նշանում ձեր 12-րդ տանը։ Վեներան 12-րդ տանը հնարավոր է նոր սիրավեպ սկսվի, բայց դեռևս չցանկանաք դրա մասին խոսել։ Վեներան 12-րդ տանը լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ձեզնով, այսինքն գնաք օրինակ մերսման կուրս անցնեք, հիանալի ժամանակահատված է, ինչպես նաև հնարավոր է հեռավոր վայրերից գումար ստանաք կամ ինչ-որ հաճելի նվեր։ Մայիսի 19-ից սկսած Վեներա մոլորակը կանցնի արդեն խեցգետի նշան ձեր առաջին տուն, բերելով ձեզ ներդաշնակություն, գեղեցիկ արտաքին, նոր հարաբերություններ։ Եթե պետք է արտաքնի հետ կապված ինչ-որ փոփոխություններ կատարեք, Վեներան ձեզ կօգնի, որպեսզի դա ձեզ մոտ ստացվի շատ լավ։ Մարս մոլորակը մինչև մայիսի 19-ը կգտնվի խույն նշանում ձեր 10-րդ տանը։ Մարսը 10-րդ տանը հնարավոր է բերի ձեզ վիճաբանություն ղեկավարության հետ, կամ այսպես դրա ազդեցության տակ որոշեք դուրս գալ աշխատանքից, փոխել ձեր կարիերան, կամ ստատուսի փոփոխություն լինի, օրինակ որոշեք ամուսնալուծվել այս ժամանակահատվածում եւ այլն։ Մարսը 10-րդ տանը իհարկե կարող է այն աղջիկները, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսին, հնարավոր է հանդիպեն իրենց ապագա ամուսնուն։ Մայիսի 19-ից սկսած Մարսը կանցնի 11-րդ տուն, հնարավոր է բերի ձեզ ինչ-որ վիճաբանություն, տարաձայնություններ ընկերուհիների հետ, գաղափարակիցների հետ։
Մարսը 11-րդ տանը այստեղ հիշեցնեմ, որ պետք է զգուշանաք էլեկտրականության հետ կապված, հա, տանը միշտ զգուշ եղեք, որպեսզի ամեն ինչ ժամանակին անջատեք, այդպես միացրած չթողնեք հանկարծ։ Յուպիտեր մոլորակը, սիրելի խեցգետիներ, շարունակում են գտնվել ձեր առաջին տանը, բերելով ձեզ մեծ փոփոխություններ, խոսքը դրական փոփոխությունների մասին է։ Անցած տարվա, այսինքն 2025 թվականի հունիսից մինչև այս տարվա 2026 թվականի հունիսի վերջ գտնվելու է ձեր առաջին տանը։ Այս ժամանակահատվածում ոմանք գուցե արդեն զգացել են, իսկ ոմանք էլ դեռ կզգան, շատերը ամուսնացել են, բալիկ են ունեցել, կարիերայում են ունեցել փոփոխություններ, մի խոսքով կյանքի տարբեր ոլորտներում ինչ-որ դրական ասպեկտներ են եկել ձեր կյանք։ Բայց այս ամսում հերթը եկել է հետևյալ խեցգետիններին, ովքեր ասցենդենտով խեցգետին են, ասցենդենտը գտնվում է խեցգետնի 18-ից 23 աստիճանում և ովքեր ծնվել են հուլիսի 10-ից մինչև հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում։ Սիրելի ընկերներ, եթե այս օրերին է ձեր ծնունդը եւ վերոնշյալ աստիճաններում է գտնվում ձեր ասցենդենտը, ապա հիանալի ժամանակահատված է ձեզ համար, սպասեք մեծ անակնկալների Յուպիտերից։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում 14-ից 18 աստիճան շարժվելով աղեղնավորը ձեր 6-րդ տունն է։ Այսինքն ինչ որ հրահրումներ կարող է սև լուսինը բերել կապված ձեր առողջության հետ, աշխատանքի հետ, հա, զգուշ եղեք, որպեսզի զերծ մնաք ինչ-որ բանավեճերից, հա, հրահրումներից, աշխատանքի վայրում, ինչպես նաև եթե պետք է գնաք բժշկի եւ ինչ-որ դիագնոզ պետք է ձեզ նշանակեն, միանգամից մի հավատացեք, այսպես անպայման եւս 1 կամ 2 մասնագետի դիմեք։ Սատուրն մոլորակը, սիրելի ընկերներ, շարունակում է գտնվել խոյ նշանում, այս ամսում 9-ից 12 աստիճան շարժվելով։ Դա ձեր 10-րդ տունն է եւ Սատուրնը եւ 10-րդ տանն է մի փոքր այսպես ամեն ինչ խստացնում է, կարգ ու կանոն է մտցնում մեր կյանք, հատկապես ինչը վերաբերվում է ստատուսին, կարիերային, եւ այս ժամանակահատվածում դեռևս առաջիկա 2 տարիների ընթացքում այնտեղ է գտնվելու, փոխելով ձեր կարիերան։ Հնարավոր է այս Սատուրնը իհարկե բացասական առումով չէ, հա, բերելու է կարծես ձեզ կարգ ու կանոն, ոմանք վերջապես կորոշեն օրինակ բացելու իրենց բիզնեսը, ոմանք կգնան նոր աշխատանքի, կփոխեն կարիերայում իրենց ուղղությունը։ Եվ այսպիսով Սատուրնը ձեզ կկարգավորի, որպեսզի արդեն ստաբիլություն մտնի ձեր կյանք վերոնշյալ թեմաներով։ Բոլորից շատ այն խեցգետիներն են զգալու այս ամսում Սատուրնի ազդեցությունը, համենայն դեպս սկսելու զգալ, ովքեր ասցենդենտով խեցգետին են, ասցենդենտը գտնվում է խեցգետնի 9-ից 12 աստիճաններում կամ ովքեր ծնվել են հիմա նշեմ հուլիսի 1-ից մինչև հուլիսի 4 ընկած ժամանակահատվածում։ Այս օրերի ծնվածները բոլորից շատ են զգալու Սատուրնի ազդեցությունը։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված կունենանք նորալուսին մայիսի 16-ին ցուլ նշանում ձեր 11-րդ տանը եւ մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա։ Սա կարող է խոսել, որ դուք գնալու եք նոր խմբակի, երեխային եք գրանցելու նոր խմբակի, նոր աշխատանք օնլայն հարթակում, նոր ընկեր կամ ընկերուհի, նոր գաղափարակից, հա։ Եվ լիալուսնի հետ կապված 2 լիալուսին ենք ունենալու այս ամսում։ Մեկը կլինի ամսի 1-ին Կարիճ նշանի 11 աստիճանում, իսկ դա ձեր 5-րդ տունն է, սիրելի ընկերներ, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո, այսինքն մինչև մայիսի կեսերը այն կզգացվի, այսինքն ինչ որ որոշում, վերջնական որոշում, հստակ որոշում կապված ձեր 5-րդ տան հետ։ Այս լիալուսնի ազդեցության ներքո, եթե կային օրինակ սիրավեպեր, հնարավոր է վերջ դրվի այդ սիրավեպին, կամ որպես սիրավեպ ավարտվի եւ ավելի լուրջ փուլ անցնի, հա, այդ ամենը, կամ երեխաների հետ կապված ինչ որ պարզություն մտնի ձեր կյանք։ Հատկապես կզգան այս լիալուսնի ազդեցությունը նրանք, ովքեր ասցենդենտով են խեցգետին եւ ասցենդենտը խեցգետնի 11 աստիճանում է կամ ովքեր ծնվել են հուլիսի 3-ին։ Հուլիսի 2, 3, 4, հա, այդպես այս օրերի ծնվածները կզգան։ Եվ հաջորդ լիալուսինը լինելու է մայիսի 31-ին, սիրելի ընկերներ, աղեղնավոր նշանի 10 աստիճանում, սա ձեր 6-րդ տունն է, այս լիալուսնին կանադառնա ձեր աշխատանքի, առողջության եւ ընտանիք կենդանիների թեմաներին, այսինքն վերոնշյալ թեմաների շուրջ ինչ որ պարզություն կմտնի ձեր կյանք, ինչ որ բան կտեսնեք, հա, այսինքն առողջական խնդիր կարող է ի հայտ գալ կամ աշխատանքի վայրում օրինակ որոշեք գնալ նոր աշխատանքի կամ ընդհակառակը դուրս գալ աշխատանքից։ Եվ ընտանիք կենդանու հետ կապված եւս ինչ որ որոշում գուցե կայացնեք։ Այժմ խոսեմ լարված օրերի մասին, լարված օրեր ենք ունենալու։ Հիշեցնեմ, որ լարված օր, եթե ես նշում եմ մի օր, մի 2 օր առաջ եւ հետո միշտ նկատի ունեցեք։ Լարված օր կլինի մայիսի 3-ը, մայիսի 4-ը։ Յուպիտերը եւ Մարսը 90 աստիճանի անկյուն են կազմելու։ Դուք բոլորից շատ պետք է զգուշանաք, քանի որ սիրելի ընկերներ, Յուպիտերը գտնվում է ձեր հենց առաջին տանը։ Խոսքը վերաբերելու առաջին եւ 10-րդ տների հետ, հա, այսինքն դա դուք եք եւ ձեր կարիերան է, ձեր ստատուսն է։ Նման ինչ որ հարցերում
լարված օր է լինելու։ Հատկապես ովքեր ասցենդենտով են խեցգետին, ասցենդենտը գտնվում է խեցգետնի 18-19 աստիճանում կամ ովքեր ծնվել են ամսի 10-ին և 11-ին, հուլիսի 10-11-ի ծնվածները եւս պետք է բոլորից չազգուշանան այս լարվածության հետ կապված։ Լարված օր է լինելու մայիսի 7-ը, զերծ մնացեք այս օրը ֆինանսական գործարքներ կնքելուց եւ հարաբերություններ պարզելուց։ Մայիսի 21-ը կլինի լարված, այսօրը եւս ֆինանսական գործարքներ մի կնքեք եւ լարված է լինելու մայիսի 26-ը, Մարսը եւ Պլուտոնն են 90 աստիճանի անկյուն կազմելու, զերծ մնացեք մարդաշատ վայրերից։ Այսքանը սիրելի խեցգետիններ կապված այս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Դե ինչ շտով կհանդիպենք, ցտեսություն։